մի պատմություն կա Սուրբ գրքի մեջ, մի առակ Հիսուսի պատմած հարսանիքի առակը, երևի բոլորը շատ լավ գիտեք այդ առակը, որ Տերը, թագավորը իր հարսանիքին շատ մարդկանց հրավիրեց։ Եվ մարդիկ հավաքվեցին եկան Աստծո, գիտեք, ոմանք չեկան, ոմանց բերեցին, ոմանք եկան։ Ես նմանացնում եմ այդ առակը այսօրվա մեր օրերին։ Ես հավատում եմ, որ մենք Աստծո հարսանիքին արդեն հավաքվել ենք։ Այո, դրանից հետո եղավ ժամանակ, որ ինչ-որ մեկին դուրս անեցին։ Աստված տա մեզանից ոչ մեկ հանկարծ դուրս չմնա, երբ որ փեսան ներկա լինի, երբ որ փեսան գա իր ոչ փառքով։ Բայց Աստծո տան մեջ լինելը արդեն մեզ համար պետք է լինի հարսանիք։ Ինձ համար գոնե այդպես է։ Ես ինձ Աստծո տան մեջ ապահով եմ զգում։ Ես ինձ Աստծո ժողովրդի հետ ուրախ եմ զգում։ Ես հավատում եմ, որ Աստծուց այս ինչ որ տեսնում ենք, ինչ որ կա մեզ համար, սա լավագույն բաժինն է։ Ես չգիտեմ, դու կուզենայի մի ուրիշ այլ տեղ այսօր լինես։ Ես չի ուզենա։ Ես կուզենայի ձեզ հետ միասին Տիրոջ տան մեջ մեր եղած կերակուրով կերակրվենք, իրարով ուրախանանք, նաև Աստծով ուրախանանք, եւ ինձ համար արդեն նրա տան մեջ լինելը հարսանիք է։ Եվ Աստված տա այն օր, երբ որ փեսան մտնի, հանկարծ ինչ-որ մեկին մատնացույց չանեն, ասեն դու համապատասխան հանդերձ չունես։ Ինչ որ առում մեզ դրա համար ժամանակ է շնորհվել, որ մենք մեր հանդերձները պատրաստենք, որ երբ որ փեսան ներկայանա, մեր լավագույն հանդերձներով, անբիծ եւ անարատ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, Սուրբ հանդերձներով նրա առջև կանգնենք եւ դիմավորենք մեր փեսային եւ կարող է պատահաբար այդ օրը հայտնաբերեն, որ հարցնել մենք ենք։ Ես չգիտեմ ոնց է այդ առակի մեջ, բայց Տերը տենց է խոստացել։ Սուրբ Գիրքը շատ ճշմարտություններ ունի, որոնք միգուցե մենք ամբողջությամբ դրանց խորհուրդը չկարողանանք հասկանանք։ Շատ հարցեր կա, երբ որ ես երիտասարդ էի, սկզբից Աստվածաշան դպրոց սովորեցի, հետո մի քանի տենց գրքեր կարդացի, շատ գրքեր կարդացի հետո որոշակի օր ինձ թվում էր ես բոլոր հարցերի պատասխանները ունեմ Սուրբ գրքից։ Կամաց հոգևոր կյանքի մեջ, որ սկսեցի հաճել, սկսել եմ հայտնաբերել, որ շատ հարցերի պատասխաններ ես իրականում չունեմ։ Եվ շատ բաներ կա չեմ էլ հասկանում։ Մենք հաճախ կարող է սխալվենք այն մտքի վրա, որ մենք ամեն բան շատ լավ հասկանում ենք Աստծո խոսքից։ Եվ բաներ կա, որ 10 տարի առաջ քարոզել եմ, շատ համարձակ, մտքեր եմ ասել շատ համարձակ, այսօր միգուցե այդ համարձակությամբ չկարողանամ նույն մտքերը ասեմ։ Բայց այն ինչ որ կա Սուրբ գրքի մեջ գրված որպես բացարձակ ճշմարտություն, որի վրա կարող ենք հենվել, վերեք ընդունենք, որ դա մեր հիմքն է։ Եվ այդպիսի մի թեմայի մասին ուզում եմ այսօր խոսալ, Աստծո ընտրության կամ մեր կոչումի մասին եմ ուզում խոսալ այսօր։ Եթե վերնագրեմ, այսպես կլինի, ես քեզ ընտրել եմ։ Այսինքն ես ձեզ չէ։ Ես ձեզ չէի կարող ընտրել։ Մեզ միասին Աստված է ընտրել։ Աստծո ընտրության մասին եմ ուզում խոսամ։ Եվ մեր բաժնի մասին, որը մեր կոչումն է, ինչ կոչում ունենք մենք Աստծո մեջ։ Եվ երևի լավագույն համարներից մեկը, որ համարներ պետք է կարդան, որ շատ ծանոթ է ձեզ եւ երևի շատ անգամ պատգամների մեջ դուք լսել եք, ես եմ հիշում, որ սրա մասին տարիներ առաջ քարոզել, բայց ինչևից է, քանի Աստծո խոսքից է, մտածում եմ բոլոր համարները արդեն կարդացվել է եւ մենք նորից պետք է կարդանք, նորից սովորենք, նորից հայտնություն առնենք այդ համարներից եւ այլն եւ այլն։ Մինչեւ համար կարդալը բացելը ասեմ մեր տուն առավոտը որ զարթնում ենք, հաճախ կինս ամենաառաջի բանը որ ասում առավոտը գիտեք որն է։ Դե ինձ ասա այսօր ինչ է փեմ։ Ես էլ ես վերջի մի տարվա մեջ մեծագույն արդարություն ունեմ։ Բա դու ինձ ասա ես հրազդանի եկեղեցու աշխատողներին ինչ ուղարկեմ ուտելու, որովհետև նույն հոգսով ես էլ եմ տառապում։ Ամեն օր նույն բանը չես կարող ուղարկել, նույն կերակուրը կզզվեն։ Նես որ մեզ համար
մեզ հասանելի կերակուրը կարծես Սուրբ գրքի մեջ նույնն է տրված։ Մեր ձեռքերի մեջ արդեն մենք ինչպես ենք հայթում, պատրաստում, ինչ հայտնություններ կան դրա մեջ, ոնց ենք զարդարում, ինչպես ենք այնուտում։ Ես որ Աստծո խոսքը շատ բազմազան կերակուր է մեզ տալիս։ Առաջի համարը ուզում եմ կարդամ Երեմիա մարգարեության առաջի գլխի 4-րդ խոսքից։ 4-րդ խոսքից։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Քեզ որովայնի մեջ չստեղծած իմացա։ Քո մորդ արգանդից դուրս չեկած քեզ սրբեցի։ Քեզ ազգերի մարգարե արեցի։ Կարճ բառով ասած Աստված Երեմիային ասում էր. Ես եմ քեզ ընտրել։ Եվ այդ ընտրությունը ոչ թե այդ պահի ընտրություն էր, երբ որ Աստված տեսավ Երեմիային, նայեց, հավանեց եւ ասեց. Ինչ լավն է։ Տանեմ մեր տուն, որդեգրեմ։ Այդ ընտրությունը ոնց է գրված, աշխարհի ստեղծումից առաջ ընտրություն էր։ Եվ սա մեզ համար դժվար է հասկանալ։ Ինչ է նշանակում աշխարհի ստեղծումից առաջ Աստված մեզ ընտրեց։ Սուրբ գրքի մեջ բազում համարներ կան, թեկուզ այս համարը վերաբերում է հենց ուղիղ Երեմիային, բայց կարող եմ բազում համարներ բացեմ եւ մի քիչ հետո Եփեսացիս թղթի առաջ 1:4-ից կկարդամ, որ Աստված մեզ ընտրեց Քրիստոսով։ Եվ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց։ Եվ փորձում եմ միշտ տրամաբանել կամ մտածել, ոչինչ դեռևս չկար երկիր, միգուցե հրեշտակներ կային, չգիտենք այդ ժամանակ ինչ կար, հաստատ երկնքում լիքը բաներ կային, բայց Աստված նստած մտածում էր։ Միգուցե կանգնած մտածում էր, չգիտեմ։ Աստված մտածում էր մեր մասին, յուրաքանչյուրիդ մասին։ Ես ինչքան այս մտքի վրա կանգ եմ առնում, այդքան իմ ներսը ավելի մեծ հիասմունք է վերապրում Աստծո մեծության, նրա սիրո մասին։ Ես հասկանում եմ, որ մենք այստեղ նստած մարդիկ պատահականության արդյունք չեն։ Նես չի, որ պատահական ինչ-որ մեկ այսօր որոշել է գա եկեղեցի, ինչ-որ մեկը պատահական արևանը խոսացել է, ինքը իր սիրտը բացել է եւ եկել է եկեղեցի, դարձել է Քրիստոսին, կամ այսօր էս եկեղեցու կամ ուրիշ բոլոր եկեղեցիների անդամը դարձել, դա պատահականություն չի։ Դեռևս երկինքն ու երկիրը չստեղծած, Աստված արդեն քո մասին գիտեր։ Շատ մարդիկ տառապում են անարժեքությամբ, նույնիսկ հոգևոր մարդիկ։ Եղել է իմ հոգևոր կյանքի ընթացքի մեջ էլ ես ունեցել եմ այդպիսի պահեր, որ փորձում ես քո արժեքը հասկանալ, փորձում ես հասկանալ դու ով ես։ Բայց ես գիտեմ եւ հավատում եմ, որ այն պահից հետո, երբ որ մարդ լիարժեք հասկանում է, ով է ինքը Աստծո համար, ինչպիսի սեր ունի Աստված իր համար, այդ զգացողությունը պետք է ամբողջությամբ վերանա մարդու կյանքից։ Որովհետև մարդ պետք է հասկանա, որ դեռևս երկինք ու երկիրը չեղած, չստեղծած, Աստված արդեն գիտեր քո մասին։ Կարող ես քո անունը տալ։ Աստված, ասա, իմ մասին մտածում էր, հələ երկիրը չեղած։ Աստված գիտեր ես որտեղ եմ ծնվելու, ումից եմ ծնվելու, որ հրազդանում եմ ապրելու։ Աստված գիտեր քո կոչումը։ Ամեն բան քո կյանքի մեջ մասին Աստված գիտեր։ Եվ դա ուրախացնում է մեզ։ Ես հիշում եմ տարիներ առաջ, միգուցե այս պատմությունների պատմած լինեի, բանակից նոր է վերադարձել, այն ժամանակ մենք միայն կիրակի օրերն էինք հավաքվում եկեղեցում, որովհետև եւ 5 շաբթի կարծես, որովհետև շենքը մերը չէր, Միկրոյի ակումբի մասնախոսքը, ունեինք աղոթքաժողովներ, բայց տներում որոշ տեղեր, ամբողջությամբ չէին կարող շենքը օգտագործել, հաճախ լինում էր, որ երեկոյան աղոթքի կարիք է զգում, բայց գնում ես տունը լիքը մարդ, մենք 5 երեխա ենք եղել, 2 սենյակի մեջ, այդտեղ չկա աղոթելու, ինչ անես։ Ստիպված հլում է դուս մանգալով աղոթք է անում, եւ դրսերում միտեղ է ինձ համար ճարել, գտել։ Այնտեղ է գնում աղոթելու, գոնե մի քիչ առանձնացված տեղ, Կարմիր ակումբի հետևը։ Հետո միշկատակով ասում եմ, էլ այնքան այնտեղ աղոթեցի, այն դեմի շենքից մի հատ աղջիկ տեսա, հետո իր այդ էլ ամուսնացա։ Ես մի քիչ կատակով եմ ասում, մի քիչ մոտիկ էր էլի այդ տարածքը, այն տեստեղ է, որ մեր ամալայի պապայից շենքը հենց ուղիղ դեմ դիմացներ են գնում, բալկոններ դեպի Կարմիր ակումբներ նայում, վերջը, Աստված գիտի, այդ էր նախասահմանություն, ամուսնության մասնախոսքը։ Եվ մի անգամ Աստված ինձ տեսիլ ցույց տվեց, ես իմ կյանքում երևի մի քանի անգամ եմ տեսել, 1-2 անգամ
շատ բան չեմ կարող ասել, հայտնություն շատ եմ ստացել, երազներ շատ եմ տեսել, բայց տեսիլք 1-2 անգամ եմ տեսել, Աստված ցույց տվեց ինձ, որ ինչպես է մի ձեռք, հիշում եք, չէ, Դանիել մարգարեության մեջ մի հատ ձեռք կար, առանց մարմին։ Մի ավազահատիկ վերցնում եւ տանում, ինչ որ մի հատ պատվավոր տեղ դնում։ Եվ Աստված ասեց, այդ ավազահատիկը դու ես։ Ինձ համար դու այնքան արժեքավոր ես, որ ես պատրաստ եմ ավազահատիկների միջից քեզ առանձնացնեմ եւ ինձ համար ինչ որ պատվավոր տեղ դնեմ։ Եվ սա շատ մեծ այդ հայտնությունը կամ այդ տեսիլքը շատ մեծ հեղաշրջում արեց իմ կյանքի մեջ, որտեղ սկսում ես հասկանալ, որ դու պատահականության արդյունք չես։ Աշխարհի մեջ այդպես է ընդունված։ Հիմա մենք գիտենք, մեր շուրջը բազում պատերազմներ են տեղ ունենում։ Հազարավոր մարդիկ են, եթե ոչ միլիոնավոր մահանում։ Եվ մարդկանց վերաբերվում են այնպես, կարծես մարդը որևէ արժեք չունի։ Ինչ որ մեկը կարող է պատերազմ սկսել, մի հատ ռումբ գցել եւ հարյուրավոր մարդկանց սպանել զուտ իր նպատակներին հասնելու համար, որովհետեւ մարդը աշխարհի մեջ չունի արժեք։ Բայց Աստծո արքայության մեջ այդպես չի։ Ձեզանից յուրաքանչյուրը Աստծո աչքին մեծագույն արժեք ունի։ Եվ եթե Սուրբ Գիրքը ավելի ուշադիր կարդանք եւ դա թաքնված չի Սուրբ Գրքի մեջ, ամենակենտրոնական տեղում է դրված, մենք գիտենք, որ մարդը այնքան արժեք ունի Աստծո համար, որ Աստված պատրաստ էր նույնիսկ իր կյանքը դնելու եւ դրեց Հիսուս Քրիստոսի անձի միջոցով, խաչը բարձրանալու, մեզ համար մահանալու խաչի անար մահով, որպեսզի մենք իր սեփականությունը դառնանք, որպեսզի Աստված կարողանա վերադարձնել իր սեփականությունը իր արքայության մեջ։ Եվ միանգամից Եփեսացիս առաջի գլխից կարդամ, Երեմիա 1:4, Եփեսացիս 1:4։ Սա արդեն նոր կտակարանն է եւ մեզ համար ավելի իրական համար է։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով։ Ինչպես մեզ նրանով աշխարհի սկզբից առաջ ընտրեց, որպեսզի մենք սիրով, սուրբ ու անարատ լինենք իր առջև։ Նա մեզ աշխարհի սկզբից առաջ ընտրեց, որպեսզի ինչ, մենք սուրբ եւ անարատ լինենք կամ գտնվենք նրա առջև։ Աստված մեզ համար ծրագիր ունի։ Այդ ծրագրի կարևորագույն մասը նա է, որ մենք համաձայնվենք նրա հետևից գնալ։ Երբ որ ես ասացի, որ որոշ ճշմարտություններ կան Սուրբ Գրքի մեջ, որ չեն կարող դրանց ամբողջ խորությունը հասկանանք, ես նկատի ունի Աստծո նախասահմանության եւ ընտրության մասին։ Մենք չենք կարող հասկանալ ինչպես է աշխատում այդ մեխանիզմը ամբողջությամբ։ Շատ դժվար է տեսնել Սուրբ Գրքի մեջ։ Միգուցե կա, բայց մենք ունենք սահմանափակություն այս առումով։ Ինչու Աստված հենց քեզ ընտրեց, ինչու Աստված հենց ինձ ընտրեց։ Բա մնացած մարդիկ, միգուցե Աստված միթե մնացած մարդկանց համար էլ իր խաչի զոհը չի արել, որտեղ Աստված Սուրբ Գրքի մեջ գրած է, որ բոլորի համար Քրիստոսը մահացավ։ Որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա։ Բայց միևնույն Աստծո ընտրությունը մեզ վրա ընկավ։ Միևնույն Աստված մեզ նախասահմանեց։ Միգուցե ուրիշներին էլ նախասահմանեց, իրանք մերժեցին այդ ընտրությունը։ Ես չեմ ուզում սրա մեջ խորանամ։ Բայց այն փաստը, որ մենք նրա տան մեջ ենք, ցույց է տալի, որ մենք Աստծո բացարձակ ընտրությունն ենք։ Աստված մեզ ընտրել է, որպեսզի մենք իրենը լինենք։ Աշխարհում շատ մարդիկ, սիրելի եկեղեցի, չգիտեն ինչի համար են ապրում։ Այո, լավ է, որ մենք խոսում ենք ընտրության մասին, լավ զգացողություն ունենք, որ Աստված մեզ սիրեց, կանչեց, բայց հավատացեք, Աստված մեզ աննպատակ չի կանչել։ Ես համարի մեջ Եփեսացիս առաջի 4-ի մեջ գրված է, որ կանչեց, որպեսզի մենք սուրբ եւ անարատ լինենք իր առջև։ Եվ շարունակության մեջ էլի բաներ է ասում։ Աստված նպատակ ունի յուրաքանչյուրիս համար։ Աստված ուզում է, որ մենք գործենք, Աստված ուզում է, որ մենք ծառայենք։ Աստված երբ որ մեր մասին մտածում էր, ոչ թե մտածում էր, որ ինչքան սիրուն աչքեր է, ինչքան սիրուն մազեր է, չգիտեմ, ոչ թե արտաքինին է նայում։ Աստված տեսնում էր, թե դու ինչ պետք է անես այս երկրի վրա։ Աստված տեսնում էր,
Ինչպես է քո միջոցով Աստծո փառքը հեղվելու, ոնց որ երկի մեջ, չէ, թող քո փառքը իշնի։ Այդ փառքը ինչպես է իշնելու։ Ես հավատում եմ Աստված իր փառքը իջեցնում է երկրի վրա իր ժողովրդի միջոցով։ Եվ ինչքան իր ժողովուրդը պատրաստ է, այքան Աստծո փառքը ավելի խիտ է գալի։ Այն բնակավայրի վրա, որտեղ կա եկեղեցի, կամ Աստծո ժողովուրդն է գտնվում։ Նես որ մենք մեր վրա շատ աշխատելու բան ունենք։ Մեր կոչումը այն նպատակն է, որ Աստված դնում է մեզ համար, տալով մեզ համապատասխան ռեսուրսներ եւ ընդունակություններ։ Աստված յուրաքանչյուրիս համար ունի կոչում։ Եվ հիմնական պատգամը հենց սրա մասին է, որ Աստված մեզ կանչել է ոչ թե աննպատակ մեր գեղեցիկ աչքերի համար, այլ Աստված ամեն մեկիդ համար ունի կոչում։ Կոչում ասելով նպատակ, ոնց որ ասեցի, մեր կոչումը այն նպատակն է, որ Աստված դնում է մեզ տալով համապատասխան ռեսուրսներ եւ ընդունակություններ։ Ես իմ ծնված օրվանից որևէ երաշտական ընդունակություն երբեք չեմ ունեցել։ Միգուցե շատ սովորեի, կարող է գիտար սովորեի, չգիտեմ, բայց միշտ ուրիշ ուղղությունով եմ գնացել։ Եվ մտածում եմ Աստված այդ առումով ինձ համապատասխան ռեսուրս կամ ընդունակություն կամ շնորհ չի տվել։ Աստված ուրիշ բան է ինձ տվել։ Եվ շատ կարևոր է եկեղեցում յուրաքանչյուր մարդ եւ կապ չունի տարիքը։ Միգուցե ասեք այս պատգամը երիտասարդների համար է, որ երիտասարդները իրանց կոչումը իմանան եւ գնան Տիրոջը ծառայեն։ Բայց այս պատգամը բոլորի համար է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինչի համար Աստված իրան կանչել։ Ես ճիշտն ասած, այս անցած տարի եւ այս տարի մեր Հրազդանի եկեղեցու շինարարության հետ հագին լիքը հայտնություններ, մտքեր եմ ստացել, որ միջև այդ երբեք դրա մասին չեմ մտածել։ Օրինակ ասեմ, լինում է պահեր, որ մենք շենքում մի ուստի կարիք ունենք, շատ ուստի կարիք չունենք։ Օրինակ, բետոն ենք փռում գետնին, պետք է ինչ-որ մի հատ ուստա, որ այդ ցեխը հավասարաչափ փռի։ Բայց բացի ուստից մենք աշխատուղի կարիք էլ ունենք, չեմ ուզում բանվոր ասեմ, աշխատուղի կարիք ունենք։ Մի 20 հոգի էլ պետք է նես, որ այդ ցեխը շաղեն, լցնեն դույլերի մեջ եւ բերեն մոտիկ, լցնեն, որպեսզի ուստեն հարթեսնի։ Ես մտածում եմ նույն ձև եւ եկեղեցին է աշխատում։ Հաճախ երբ որ մենք խոսում ենք կոչման մասին, մեզ թվում է, հիշում եք այն հայտնի առակը, որ Աստված մեկին 5 տաղանդ տվեց, մյուսին 2, մյուսին 1, բոլորը պետքա մի մակարդակի վրա լինեն։ Բոլորը պետքա հովիվ լինեն։ Եվ հովի պաշտոնը դնելով բոլորը նայում են, հասնում ենք այնտեղ։ Կամ բոլորս դառնում ենք ինչ? Քարոզիչ։ Քարոզիչ հետո որն է գալի? Փառաբանության մեջ, չէ՞ որ բեմի վրա կանգնեն։ Բայց ես հավատում եմ Աստված շատ կոչումներ ունի, բազմազան կոչումներ ունի, որ յուրաքանչյուրիդ արդեն տրված է։ Ոչ թե նոր Աստված պետք է տա, այն որ Աստված ձեր մասին մտածում էր աշխարհի ստեղծումից առաջ։ Այդ բաները մտածում էր ում մեջ ինչ պետք է դնի, ինչպիսի որակ, ինչպիսի պարգև, ինչպիսի կարողություն, որ այս մարդը կարողանա ծառայի։ Միգուցե ինչ-որ մեկին Աստված աղոթքի լայն սիրտ է տալի, որ բարեխոսի։ Եվ ստե հասկանալի է, ոչ սեռը, ոչ տարիքը, ոչ մարմնի սահմանափակությունները, այլևս նշանակություն չունեն։ Մարդ կարող է մեծ տարիքով լինի, հիվանդ լինի, անկողնու մեջ պարկած, բայց գիշեր եւ ցերեկ բարեխոսի ոմանց համար։ Եվ սա կոչում է, եւ սա պարգև է, եւ սա ծառայություն է։ Եվ հավատացեք, մի օր սրա համար Աստված բարձրացրելու է։ Միգուցե ոմանց կարողություն է տվել ուրիշներին ծառայելու։ Այդպիսի մարդիկ կոչում ունեն։ Այն մի հայտնություններից մեկը, որ ստացել եմ մեր շինարարության ժամանակ, որ մարդիկ կան եկեղեցում, կարծես սովորական գալիս են եւ գնում են։ Բայց այնքան մեծ սիրտ են ցուցաբերել Աստծո այդ գործի մեջ, այդ շինարարության մեջ, որ մտածում եմ, ես հովիվս հաճախ ամաչում եմ, ասում եմ, այս մարդիկ ավելի մեծ սիրտ ունեն ծառայության համար։ Իրանց հնարավորությունները, իրանց շնորհքը, իրանց պարգևը այդպիսին է։ Իրանք մասնագետ են։ Բայց իրանք կարողանում են իրանց գործից, իրանց ֆինանսներից, չգիտեմ, իրանց աշխատանքից կտրեն, ինչ որտեղ վնաս քաշեն, բայց պիտանի լինեն Աստծո եկեղեցուն։ Դա իրանց շնորհքն է։ Որտեվ եթե բոլորը հովիվ լինեին, բա ցեղ շաղողով պետք է լիներ։ Հասկանում եք։ Եթե բոլորը աբոյ կպցնող լինեին, բա գաշ գցողով պետք է լիներ։
Եվ լիքը կարող ենք նման մտքեր շարունակել։ Եվ Աստված բարեխառնեց պարգևները, ինչպես Սուրբ գրքի մեջ է գրված։ Եթե բոլորը դեղին լինեին, բա կանաչ գույնը որտեղ լիներ։ Հասկանում եք, եթե բոլորը մանուշակ լինեին, բա վարդը որտեղ պետք է լիներ։ Եվ փառք Աստծո, որ ձեզանից յուրաքանչյուր Աստծո համար մի հատ առանձնահատկություն է, առանձին գեղեցկություն է, որ Աստված ամեն մեկից իր տան մեջ հավաքելով մի հրաշալի փունջ է ստեղծում։ Մենք Հրազդանի եկեղեցում մի առանձնահատկություն ունենք, որ ոչ ստեղ ոչ միկրոյի մեջ դա չկա, քանի որ մեր ներքևը ծաղիկի խանութ է եւ լավ ծաղիկի խանութ է, մենք ամեն հավաքույթին, մեր ժողովուրդը քիչ են, բայց ամեն հավաքույթին ճոխ ծաղկե փունջ ունենք։ Անուշից ծաղում է, որտեվ գիտի։ Նայում եմ, ասում եմ, այսքան էլ ճոխ, այսքան էլ գեղեցիկ։ Եվ ինձ համար հիմնական ծաղիկի կամ փունջի գեղեցկությունը ինչպես է, ինձ համար այդպեսին է։ Միգուցե ոմանց համար այդպես չի։ Երբ որ բազմազանություն կա այնտեղ, երբ որ շատ տեսակներ այնքան համահունչ իրար կողք դրված են, որ նայում ես եւ վայելում ես, հիանում ես։ Բայց մասնագետի ձեռք պետք է հպվի դրան։ Ես չեմ կարող մի քանի ծաղիկ այդքան գեղեցիկ գույները իրար համադրել, միգուցե սովորեմ կարողանամ, եւ դա էլ է մասնագիտություն։ Բայց Աստված մասնագետ է, բերեք ընդունենք։ Աստված ամեն բանի ճարտարապետն է, Աստված ամենալավ դիզայներն է։ Եթե նայեք բնության մեջ կտեսնեք, որ ինչքան հրաշալի դիզայն, ամեն բան շատ գեղեցիկ Աստծո կողմից ստեղծված։ Եվ հավատացեք, մեր կյանքի մեջ էլ է նույն Աստծո ձեռքը երևում։ Եկեղեցու մեջ էլ է նույն Աստծո ձեռքը երևում։ Մեզ ուղղակի պետքա դա տեսնել։ Հաճախ մարդիկ կան եկեղեցում, որ իրանց կողը կարող է չուզենաս նստես։ Կան տես մարդիկ թե չէ։ Բայց չէ որ իրանց Աստված է բերել։ Հիմա կարող է կարմիր վարդ չեն իրանք, կարող է տերև են։ Բայց այդ ծաղկե փունջը գեղեցկացնում են։ Կարող է վարդ չեն, կարող է հենց վարդ են։ Վարդ ասելով ծակող են։ Երբ որ ես աչքերով ես նայում, կողքիդ նստած մարդուն այլևս չես կարող արհամարել։ Որտեվ եթե Աստված քեզ համար ծրագիր եւ նախասահմանություն ունի, ուրեմն քո կողքի նստած մարդու համար էլ ունի։ Եթե Աստված քեզ բերել այս տան մեջ, որ դու այս ծաղկե փնջի մասը լինես եւ քո ներկայությամբ գեղեցկացնես, ուրեմն քո կողքի նստողն էլ այդպիսին։ Եվ պետք է այս առումով հանձնվել Աստծո կամքին։ Հավատալ, որ մենք միասին ենք գեղեցիկ։ Ես շատ անգամներ եղել եմ, որ մտել եմ եկեղեցի, շատ անգամներ, 1-2 անգամ չի եղել։ Եվ երբ որ առաջի երգը կամ երկրորդ երգը սկսվել է, սովորաբար ես երկրպագության, փառաբանության ժամանակ աչքերս փակում եմ, սովորաբար։ Բայց բացել եմ եւ սկսել եմ Աստծո ժողովրդին ուշադիր նայել, ինչպես հիմա ձեզ ուշադիր նայում եմ։ Այս քարոզչի առավելություններից մեկը նա է, որ բոլորին կարող եմ միանգամից տեսնել։ Եվ ասել եմ, Տեր, ինչքան շնորհակալ եմ, որ ես այստեղ եմ գտնվում։ Ինչքան շնորհակալ եմ, որ այս մարդիկ իմ կողքն են նստած։ Ինչքան շնորհակալ եմ, որ դու նախասահմանեցիր, որ մենք միասին լինենք։ Որտեղ մենք միասին, երբ որ ճանապարհ գնանք, մեծ հաջողության կհասնենք։ Այն շինարարության ընթացքից մի բան էլ ասեմ, ես կարող եմ գիրքեր գրեմ սրա մասին։ Չկատակով եմ ասում, արտավազեղբարը շատ անգամ ավելին արել, ինքն էլ է օրինակներ շատ սիրում։ Ինչքան լավ է, որ մարդկանց կոչումները բազմազան են։ Երբ որ մարդ միայնակ է աշխատում, ես կյանքում շատ չեմ տրտնջացել, բայց հիշում եմ մի անգամ միկրո եկեղեցում, երբ որ աշխատում էի միայնակ, շուտ ես միտքելի եմ ասել, պատերի կտորներ ենք խփում, առաջի օրը եկա մենակ էի, երկրորդ օրը եկա մենակ էի։ Այդ իմ մասնագիտությունն էր, ես կտորի հետ էի աշխատում։ Մի անգամ տրտնջացի, ասի, Աստված ջան, ես մեծ եկեղեցի մի հատ եղբայր չկա, գոնե կտորը բռնի, ես խփեմ պատին։ Ու հիշում եմ այդ ժամանակ Աստված խոսած, ասի դու քո գործը արա։ Բայց ինչքան լավ է, որ միայնակ չես։ Ինչքան լավ է, որ մարդիկ կան քո շուրջը, որ միասին եք Աստծո գործը անում։ Եվ մենք պետք է ուրախանանք, որ Աստված մեզ միասին է հավաքել։ Փիլիպպեցիս 2:13 խոսքում գրված է, որովհետև Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալը եւ անելը իր հաճության պես։ Աստծո ներգործությունն է, որ մենք կարող ենք Տիրոջը ծառայել։
Միտեղ Սուրբ գրքի մեջ գրած է, որ Աստված գրգռեց կամ դրթեց Զորաբաբելին, որ Տիրոջ տունը կառուցի։ Այդ նախանձավորությունը իր մեջ դրեց։ Մի ուրիշտե գրած է, որ Աստված ներգործեց Նեհեմիայի սրտի մեջ, որ գնա եւ Երուսաղեմի պարիսպները կառուցի։ Ներգործությունը Աստծուց է։ Մեր բաժինը որն է, հնազանդությունն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Հավատացեք, յուրաքանչյուրի Աստծուց կա ներգործություն։ Յուրաքանչյուրի համար Աստծուց կա ծառայության դաշտ։ Պետք է ուղղակի մի փոքր խոնարհաբար գալ նրա առջև եւ ասել. Տեր, ինչ ես ուզում անեմ քեզ համար։ Որտեղ ես կամ ինչպես ես ուզում ես քեզ ծառայեմ։ Չէ՞ որ դու ինձ կանչել ես։ Իսկ Աստված երբեք աննպատակ չի կանչում։ Ես արդեն դրա մասին խոսացի եւ հույսով եմ ձեզ ապացուցեցի։ Աստված աննպատակ մեր հետ գործ չի բռնում։ Աստված յուրաքանչյուրի հետ գործ ունի անելու։ Հովաննու 15-րդ գլուխը կարդանք 16 խոսքից։ Այսօր այն պատգամը ավելի շատ քաջալերական է։ Հովաննու 15-րդ գլուխ 16 խոսքից։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ դրեցի, որպեսզի դուք գնաք եւ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի իմ անունով ինչ որ հորից խնդրեք, ձեզ տա։ Սա պատվիրում եմ ձեզ, որ մեկս մեզ սիրեք։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ ոչ թե մենք Տիրոջը ընտրեցինք, այլ Աստված ինքը մեզ ընտրեց։ Եվ որն է նպատակը Աստծո ընտրության։ Աստված ուզում է, որ մենք գնանք պտուղ բերենք։ Աստված ուզում է, որ մենք իրան ծառայենք։ Մեր պտուղ բերելը այս համարի հիման վրա մեր կոչումն է։ Ինչ որ մեկը կարող է գալ ասի, ինձ հարցնի, կամ հովիներից մեկին, ծառայողներից մեկին հարցնի, լավ, ո՞րն է այն կոչումը։ Սուրբ Գիրքը ասում է, քո կոչումը Աստծո արքայության մեջ պտուղ բերելն է։ Իսկ պտուղները բազմազան են։ Ամբողջ Սուրբ Գիրքը դրա մասին է խոսում։ Ինչպես կարելի է ծառայել Տիրոջը, ինչպես կարելի է պտուղ բերել։ Եվ նաև ստե մի կարևոր միտք էլ կա, պտղաբերությունը մեր նախապայմանն է, որ մենք մնանք Քրիստոսի մեջ։ Որտեվ եթե մեկը պտուղ չբերի, Սուրբ Գիրքը ասում է, որ կկտրվի։ Պտղաբերությունը եւ նախապայմանն է, որ մենք արդեն Քրիստոսի մեջ ենք, Քրիստոսի մեջ եղած լինելու արդյունքն է։ Բայց մյուս կողմից պտղաբերությունը նախապայմանն է, որ մենք մնանք Աստծո բնական ճյուղերի մեջ։ Եվ ես հավատում եմ, որ այսօր սատանայի մեծագույն հարձակումը, որ ինքը կարողանա գողանա մեր կոչումը, մեր ծառայությունը։ Ամեն բան անի, որ մենք չհաջողվենք մեր ծառայության մեջ, որ մենք չիմանանք ինչ կարող ենք անել Աստծո համար։ Եվ ստեղ միանգամից կարդամ Մատթեոս ավետարանի 25-րդ գլխի առակը, տաղանների առակը, որ արդեն մի փոքր առաջ ասեցի։ Բայց բերեք չկարդամ, բոլոր շատ լավ գիտենք այս առակը։ Հիշում եք, որ Տերը կանչեց 3 ծառաներին եւ ամեն մեկին տաղան տվեց, մեկին 5, մեկին 2, մյուսին էլ 1։ Եվ ասեց գնացեք դրեք գործի եւ երբ որ մի օր վերադառնամ, ձեր շահը կներկայացնեք։ Առաջի 2-ը պատվով անցան այդ քննությունը, բայց այն մարդը, որը 1 տաղանդ ուներ, այդ քննությունը ձախողեց։ Գրված է թաշկինակի մեջ պահել էր եւ բերեց հետո Տիրոջը տվեց, ասեց արքոնը քեզ։ Եվ Տերը հիշում եք նրան ինչ ասեց. Չար եւ ծույլ ծառա։ Ես երկար եմ մտածել ինչի համար է Տերը ծույլ ասում այս անձնավորությանը, որովհետեւ այն մյուս ծառային ասում է բարի եւ հավատարիմ ծառա։ Եվ մի անգամ հասկացա, որ հավատարմության հակառակը ծուլությունն է, որոշակիորեն։ Այսինքն երբ որ մարդ ծույլ է, նշանակում է մարդ հավատարիմ չի։ Մարդ չի ուզում այդ իր գործը անի։ Եթե Աստված մեզ համար ունի կոչումներ, Աստված մեզ համար ունի որոշված պարգևներ, ինչն է պատճառը, որ մեզանից ոմանք տենց էլ չեն կարողանում մտնեն այդ կոչումների եւ պարգևների մեջ, այդ ծառայության մեջ։
Մի քանի պատճառ կասենց արագ ասեմ ու այսօր վերջացնենք։ Մեծագույն պատճառներից մեկը ես իմ մոտ գրել եմ ծուլությունը։ Մարդիկ կան, որ թեկուզ եւ Աստված իրանց կանչել է, իրանց համար ունի ինչ-որ բան որոշած։ Բայց մարդը մի փոքր ջանք նույնիսկ չի ուզում անի, որպեսզի մտնի դրա մեջ։ Եվ այս ծառայի պես Աստված իրեն ինչ-որ շնորհք է տվել կամ պարգև է տվել, բայց մարդը թաքցնում է դա։ Որովհետև եթե բացի, պետքա գործի դնի։ Եթե գործի դնի, պետք է մի փոքր չարչարվի։ Պետք է ջանք թափի։ Որովհետև ավելի հեշտ է, այն ինչ որ ունես դնես, պահես եւ ոչինչ չանես, գնաս դիվանին պարկես։ Բայց եթե դու ինչ որ բան ունես, շնորհք ունես կամ տաղանդ ունես եւ փորձես գործի դնես, քեզանից մեծ ջանք կպահանջվի։ Եվ ծառայությունը բերեք ընդունենք, որ ջանք է։ Ոչինչ եկեղեցում հենց այնպես չի եղել։ Սկսած արտաքին բաներից վերջացրած հոգևոր ծառայություններով։ Ես չեմ հավատում, որ այսքան մարդ ուղղակի միամիտ որոշել է մի օր գա եկեղեցի։ Յուրաքանչյուր մարդու համար մեծագույն ծառայությունն է եղել։ Մեծ ջանք է թափվել, շատ մարդիկ աղոթք են արել, այցելություն են արել։ Եվ Աստված ուզում է, որ նույն սիրտը նաև մենք ունենանք։ Եթե խոսանք ծուլության մասին, ես մտածում եմ, որ ծուլությունը դա ժամանակի վատնելն ու սպանելն է։ Ես անկեղծ կարող եմ խոստովանել, որ հաճախ ինձ բռնացրել եմ ծուլության մեջ։ Երբ որ ասում եմ ժամանակի վատնել ու սպանելն է, այս մեր դարում սա ավելի արդիական է։ Այսօր մենք ունենք հնարավորություն մեր ժամանակը փչացնելու հեռախոսների միջոցով։ Եվ լինում է ժամանակ, որ 1-2 ժամ անցնում եւ տեսնում ես դու անօգուտ բաներով ես զբաղված։ Քո ժամանակ ուղակի սկսել ես վատնել։ Քո ժամանակը դու փչացնում ես։ Որ կարող ես ժամանակ ծառայություն անել, ինչ-որ մեկին այցելել, ինչ-որ մի ավելի պիտանի բան անել։ Վերցնել ուղակի սուրբ գիրքը կարդալ, ինչ-որ հայտնությամբ լցվել։ Եվ միգուցե այդ հայտնությունը, այդ պահվա, այդ ժամանակի մեջ, որ դու կարդայիր, քո ամբողջ կյանքը փոխեր, քո ծառայությունը փոխեր, քո մտածելակերպը փոխեր։ Ծուլությունը նաև մի բան է, որ երբ որ կարևոր բաները անտեսվում են ի օգուտ անարժեք բաների։ Ես դա եմ ծուլություն համարում։ Երբ որ դու անում ես անարժեք բաներ, բայց կարևորագույնը բաց ես թողնում։ Երբ որ դու կարող ես չաղոթել եւ ուրիշ բաներով զբաղվել։ Ես վերջերս մի հատ միտք էի հիշել, մեր համասարանում ենք այդ միտքը մի գրքի մեջ կարդացել, ինչքան շտապ բաներ կա, որ գողանում է մեր կարևորի տեղը, մեր կյանքի մեջ։ Որն է կարևորը մեր կյանքի մեջ։ Բերեք ընդունենք, որ Աստծո հետ հարաբերությունը։ Բայց հանկարծ մի հատ զանգ է գալի, շտապ։ Ինչ-որ մեկ ասում է, քո կարիք ունեմ։ Հանկարծ մի հատ գործ է բացվում, ինչ-որ տեղ պետք է գնաս։ Եվ ստացվում է այնպես, որ դու կարող ես առավոտից իրիկունը վազել ինչ-որ գործերի համար, բայց կարևորագույնը բաց թողել։ Իսկ կարևորագույնը մենք գիտենք, Աստծո հետ մեր փոխհարաբերությունն է։ Մյուս բանը, որ իմ մոտ գրել եմ, որ կարող է մեզ զրկել մեր կոչումից, համեմատությունն է։ Մի քանի բառ ասեմ սրա մասին։ Երբ որ սկսում ես ծառայություն անելը եւ քեզ համեմատում ես ուրիշ մարդկանց հետ, ավելի մեծ ծառայողների հետ, հաճախ կարող է քո մեջ տրտմություն գա։ Դու մտածես, որ ես տենց էլ չեմ հասնի այդ մակարդակի։ Եվ քեզանից գողանա քո կոչումը եւ քո ծառայությունը։ Բայց ես հավատում եմ, որ ամեն մեկը կարող եք ձեր բարձունքին հասնել քայլ առ քայլ։ Փոքր քայլերով։ Ինչպես ես բարձրանում քո տան աստիճանները։ Առաջի հարկը, երկրորդ հարկը, երրորդ հարկը։ Այդպես է նաև ծառայության մեջ։ Բայց եթե դու նայես 9-րդ հարկին եւ մտածես, ես պետք է վերև բարձրանամ եւ վախենաս այդ բարձրանալու ճանապարհից, միգուցե այդպես էլ երբեք չնախաձեռնես։ Աստված ուզում է, որ մենք փոքր քայլերով գնանք առաջ։ Եվ այդ քայլերի մեջ մենք երբեք չհամեմատվենք, նայենք, տեսնենք, ինչ-որ մեկ արդեն բազում պարգևներով մեծ ծառայությամբ առաջ է գնացել։ Չէ, դու քո փոքր քայլերը արա։ Դու քո փոքր ծառայությունները արա։ Այն որ քո աչքի միգուցե փոքր արա դրանք։ Եվ կտեսնես, որ Աստված քեզ փառքից փառ կտանի։ Համեմատությունը միշտ մարդու մեջ սպանում է
իր եղած տաղանները։ Երբ որ դու համեմատվում ես, դու կարծես քոնը սկսում ես արհամարել։ Նայում ես, այս մարդը մեծ հաջողությունների հասավ, այս մարդու տնային խմբակը արդեն, չգիտեմ, 20-30 հոգի է, քունը հələ մի քանի հոգի է, սկսում ես համեմատվել եւ կարծես քո մեջ նվաստություն առաջանում։ Լավ չի որ քոնը փոքր է, բայց փորձի հավատարիմ եղես քո փոքրի մեջ։ Փոքր գնա առաջ։ Մյուս բանը որ գրել եմ, որ խանգարում է մեր կոչմանը, չարժեքավորել եւ անտեսել քեզ շնորհվածը։ Ստե արդեն կարող եմ ասել Եսավի մասին, որպես օրինակ, հիշում եք Եսավին տրված էր անդրանիկության պարգևը կամ կոչումը, բայց ինքը չարժեքավորեց։ Այո, հնարավոր է ինչ որ մեկին շնորհ տրված լինի Աստծուց, եւ ինքը շատ լավ իմանա իր շնորհքի մասին, բայց այդպես էլ չարժեքավորի։ Ավելի անարժեք բաներով իր կյանքի մեջ դավաճառի։ Կարող է մարդու շնորհքը նաև ուտի ցուցադրականությունը, ուղղակի ցույց տալ ուրիշներին։ Ինքը փորձում է անընդհատ ինչ-որ բան անի, որպեսզի ուրիշները տեսնեն, հովիվները տեսնեն, ծառայողները տեսնեն, բայց ես հավատում եմ, որ մեր ծառայությունը պետք է Աստծո առջև լինի։ Ամեն փոքր բանը, որ դու կանես, արա այնպես կարծես անում ես Աստծո համար։ Նույնիսկ եթե մարդիկ չտեսնեն, միևնույն է արա։ Այս օրինակն էլ ասեմ ու վերջացնենք։ Մենք նոր տարվա գիշերը, երբ որ ստեղ միջոցառում ենք անում, մի հատ հետաքրքիր բան արեցինք, հեսա երիտասարդները կհիշեն եւ որ ասեմ։ Ասես մի հատ անձեռոցիկ վերցրեցինք, գցեցինք գետնին, ինատու։ Հենց կենտրոնական մասում։ Որպեսզի ով որ այդ անձեռոցիկը վերցնի, իրան պրիս տանք։ Ուզում ենք դաս տանք երիտասարդներին, որ կարելի է որոշ բաներին ուշադրություն դարձնել, թեկուզ եւ ոչ մեկ չի տեսնում։ Գիտեք ինչքան է եղել, որ հերվից նայել եմ, տեսել եմ եկեղեցում ինչ-որ թուղթ անկած եւ հարյուրավոր մարդիկ կողքով անցնում են, ոմանք նույնիսկ sense գլուխը կռանում նայում են, կռացնում նայում են, բայց չեն վերցնում։ Երևի մտածում են հաջորդը թող վերցնի, եղբայրը մտածում է քույրը թող վերցնի, քույրը մտածում է կարգուկանոնի ծառայողը թող վերցնի։ Փոքր բան է կարծես, սովորական անձեռոցիկ է, էլի պետք է գետնից վերցնես։ Փառք Աստծո քույրերից մեկը գտնվեց, որ վերցրեց, որ ոչ մեկ չվերցնեն, մենք խայտարակ կլինեինք։ Մի քիչ շատ վատ կլիներ։ Բայց ինչ որ մեկը գտնվեց, որ տեսավ։ Ես չեմ ասում, որ միայն այդ մեկը կվերցներ։ Առաջին ուղակի այդ քրոջ աշկը առավ եւ վերցրեց։ Բայց մարդիկ կային, տեսան եւ անցան։ Սիրելի Աստծո մարդ, երբ որ մի ծառայություն կանես, հավատա Աստված է տեսնում։ Այդ ոնց է մենք կարող ենք այդ անձեռոցի գցել եւ նայել, ով է վերցնում կամ ով չի վերցնում։ Առավել Աստված։ Աստված ամեն բան տեսնում է, քո ամեն մի փոքր ծառայությունը նույնիսկ։ Միգուցե նույնիսկ չգնահատվի, չտեսնվի, մարդիկ ուշադրություն չդարձնեն, բայց հավատա Աստված տեսնում է։ Պատգամի իմաստը եւ նպատակը սա է, որ Սուրբ գրքով ձեզ ցույց տան, որ Աստված կանչել է ձեզ ծառայության եւ յուրաքանչյուրիդ այդ շնորհքը եւ համապատասխան կարողությունը տվել արդեն։ Մենք պետք է ուղղակի համաձայնվենք Աստծո հետ։